Ինչ գործ։ Վիրահատությունից ավելի կարևոր գործեր ունես։ Տղես, սերը շատ կարևոր բան է ընտանիքում։ Դրանից կարևոր բան չկա։ Գիտես, ընդհանրապես կարևոր չի, երբ որ տուն ես գալիս, քեզ ոնց են դիմավորում, կամ սեղանին ինչ են դնում, որ դու ուտես, կամ ոնց են լվացել պատրաստել հագուստդ, որ սիրուն մաքուր հագնես գնաս գործի։ Կարևոր չի։ Այդ պարտականությունները ուղղակի խեղդում են։ Դու ոնց որ ինչ-որ պայմանագիր կնքած լինես ինչ-որ մեկի հետ։ Բայց երբ որ սեր կա, տան մեջ լրիվ ուրիշ օդ է։ Ամենաանհամ բանն էլ ուտում ես շատ համով։ Ես մի մեծ սխալ եմ արել իմ կյանքում։ Ամուսնացել եմ շատ սիրելով ու գիտակցելով, իմանալով, որ ինձ չեն սիրում։ Եթե հանկարծ դու էլ կյանքում նման ընտրության առաջ կկանգնես, մի արա այդ ընտրությունը։ Այդ ընտրությունը մի արա, ես քեզ խնդրում եմ։ Դրանից ոչ մեկն էլ երջանիկ չի լինում։ Ոչ մեկը։ Ուր ես, Լիզա։ Ես առանց Լիզայի երկրից դուրս չեմ գնա։ Ինձ էլ հասկացեք, էլի, հա դժվար է բացատրելը, բայց ուզում եմ Լիզայի հետ գնամ։ Բաղա քո համար ի՞նչ տարբերություն։ Բալես, ես քո պատճառաբանությունները չեմ կարողանում հասկանամ։ Մենք հիվանդասենյակում միասին չենք լինելու։ Դու բժիշկների հսկողության տակ ես լինելու։ Ես ուղղակի տարածքում եմ լինելու։ Երկրորդը ճիշտ կլինի, որ ծնողդ կողքիդ լինի, ոչ թե քույրդ։ Իսկ կլինի մի քիչ էլ իմ դրության մեջ մտնեք։ Ոչ թե մենակ ձեր հարմարությանը նայեք։ Ես առանց Լիզայի ոչ միտեղ չեմ գնալու։ Լավ։ Հետո կխոսենք, դու պայմանավորվենք։ Սարիկին գտել ենք ու գործում ենք ըստ նախնական հրամանի։ Սպասում ենք մինչև որ առաջին սխալը թույլ կտա։ Շրջապատնել է հսկողության տակ։ Եթե դեմ չես, ես կգնեմ։ Չէ, դու չես գնալու։ Չգիտեմ ինչի ա տենց որոշել Ադելը։ Ուշադրություն մի դարձրու, ես կգնամ։ Ինձ թվում է, որ Ադելը… Ինչ ասա։ Լավ, ոչ մի բան։ Ես սպասում եի քո զանգին։ Ոնց ես։ Հով չես հավատա,
Գնում ենք վիրահատության։ Լավ է, Ադել, շատ լավ է։ Այ կտեսնես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հա։ Բայց մենք այդպես էլ չխոսացինք։ Ինչի մասին։ Ոչ մի բան չի եղել։ Ինչ ա եղել։ Արսա։ Նեղացար։ Չէ։ Հետո կխոսենք, երբ որ կգաս կողքս կլինես, այդ ժամանակ կխոսենք։ Հով բա երբ կգաս։ Չգիտեմ։ Իսկ ով կա տանը, Ադել։ Բոլորս։ Լիզան էլ։ Լիզան էլ։ Իրան ես ուզում տեսնես։ Չէ, Ադել, ուղղակի հարցնում եմ, այդքան բան։ Իսկ վստահ ես, որ տանն է, կարող է դուրս է եկել չես նկատել։ Չէ, հով տանն է։ Մի քիչ առաջ սենյակից դուրս եկավ։ Լավ։ Հա ջան, Մաշ, ինչ ես անում։ բան չէ, արտակի հետ քայլում ենք, նենց լավ եղանակ ա։ Լավ, հետո կզանգեմ։ Չէ, ասա, ինչ ա եղել։ Ասա տեսնեմ, ինքը մտավ խանութ։ Մաշ, դու ճիշտ էիր։ Ինչ պահով, որ սիրարվել ես, հեսա խայտարակիկ լինելու։ Լավ էլի, Մաշ։ Լավ, էլ ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ադելը չի համաձայնում, որ papan գնա իր հետ վիրահատության։ Ստիպում է, որ պարտադիր ես հետը լինեմ։ Դե ինձ թվում է արդեն հասկանում ես, չէ՞ ինչն ա պատճառը։ Չի ուզում որ մնաս հովոյի հետ։ Չեմ ուզում հավատամ, որ բոլորիս գժի տեղադրել։ Դե ինձ թվում է արդեն պետք է հասկանաս ու հավատաս։ Ոյ, չեմ ուզում տենց մտածեմ։ Ես անկեղծ ինձ վատ եմ զգում այդ մտքից։ Համոզված եմ, որ տենց էլ կա։ Մաշ, մի րոպե հովոնա զանգում։ Լավ։ Զանգում էի չէիր պատասխանում։ Ադելի մոտ էի։ Բան ա եղել։ Հա։ Ադելը գլուխը մտցրել է, որ պարտադիր ես պիտի իր հետ վիրահատության գնամ։ Ինչի համար։ Չգիտեմ, տարբեր պատճառաբանություններ ա բերում։ Ես արդեն գժվում եմ, լուրջ եմ ասում։ Ուրիշ տարբերակ չկա հասկանում ես, ասում ա papan տղամարդ է, ճիշտ կլինի, որ դու հետս լինես։ Մի րոպե, այսինքն դու գնաս, ես չիմանամ, հա, երբ ես հետ գալու, ինչ ես անում, ում հետ ես, որտեղ ես մնում։ Հովո, ինչը որտեղում հետ, ես ինչ եմ խոսում, դու ինչ ես ասում։ Բա ինչ ես անելու։ Չգիտեմ, papan ասում է կխոսի հետը։ Չես գնա, չէ։ Ես էլ չեմ ուզում գնամ։ Գնացի։ Ինչ ենք անում։ Շարունակում ենք հետևել։ Հա։ Առայժմ մնաց ոնց որ ասել եմ։ Ուղղակի հետևում եք։ Առանց իմ հրամանի ոչ մի բան չեք ձեռնարկում։ Հետևեք լուռ։ Բալես, քեզ զանգում էին, մի քանի անգամ զանգել են։
Մենք բան էինք պայմանավորվել, տենց ես պահում խոստումներդ։ Հա, Լիզա, գիտեմ, ու ես իմ խոստումները միշտ պահում եմ։ Ուղղակի կարևոր է, եթե կարևոր չլիներ, չէի զանգի։ Ինչ պիտի խոսենք, մենք արդեն ամեն ինչ պարզել ենք։ Լիզ, բաներ կա, որ պետքա քննարկենք։ Հաջողություն։ Չես նկատել, որ Հովոն ինչ-որ բաներ է կազմակերպում։ Զգացել է, որ մեր մեջ ինչ-որ բան կա։ Ու երեք էլ անընդհատ մեր հայացքներն էր նայում։ Նախ մեր մեջ ոչ մի բան չկա, հետո ոչ մի հայացք էլ չի եղել։ Ուզում եմ հասկանամ դու ում հետ ես կռիվանում, իմ թե քո, թե ինքն քեզ ես ուզում ինչ-որ բան համոզած լինես։ Այսինքն, Հեչ։ լսի, ես անջատում եմ, չեմ ուզում էլ խոսեմ, ինձ մի զանգի։ Լիզ, խնդրում եմ մի անջատի։ Ես այսօր տարօրինակ զանգ եմ ստացել ինչ-որ կին էր։ Ասաց, որ ինչ-որ ինֆորմացիա է ինձ ուզում փոխանցի, ես էլ այստեղ ծանոթ չունեմ։ Կարող է էլի Հովոյի կազմակերպածն է։ Լիզ, արի հանդիպենք խոսանք։ Հետո մեր պայմանավորվածությունը էլի ուժի մեջ է լինելու։ Բայց Հովոն ինչ պիտի սարքի։ Մենք միասին ենք, շուտով պիտի ամուսնանանք։ Բա ինձ ով էր զանգել։ Ես այստեղ հատուկ ու կենտ մարդկանց եմ ճանաչում։ Կարող է ուզում է ինչ-որ բան սարքի, ես չգիտեմ։ Պետքա հանդիպենք խոսանք, եթե կարևոր չլիներ, չէի ասի։ Ինչ ես հորինում։ Լսի, համել ես Հովոյից տուն էի գնացել, գիտեիր։ Չէ, չգիտեի, ինչի համար, ոնց։ Այդ որ գաս խոսալու կպատնեմ։ Լսի, ես չեմ ուզում սխալ քայլ անեմ, ոնց չես հասկանում։ Ես չեմ ուզում Հովոյի դեմ բան անեմ, ես ինձ վատ եմ զգում։ Ինձ համար դժվար է քո հետ հանդիպման գալը։ Իմ համար ավելի բարդ է։ Գիտես ինչքան դժվար է դիմադրելը, երբ որ սիրում ես։ Լիզ, խնդրում եմ, մի քանի րոպե տրամադրի ինձ ու վերջ։ Ես մեր պայմանի մասին չեմ մոռացել։ Ես հայտնվեցի քո կյանքում ու ուզում եմ հիմա այնց անեմ, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Խելագարը։